Հիշիր դու Տուրբոզավրեր առաջ Հիմա կբռնեմ Բռնեցի Բռնեցի Ախ Մի քնի Տեսար ինչ արեց Գնանք ներողություն խնդրենք ու վերցնենք գնդակը Բարև ձեզ Ներեցեք պատահաբար ստացվեց Ուրեմն այդ դուք եք կոտրել իմ ծախանոցը Ինչ եք ասում Խոսքը գնդակի մասին է որ ձեզ մոտ էր ընկել Ախ դա Դարձրեք իհարկե Իսկ ծախանոցին ինչ է եղել Տեսնում եք, այստեղ ատամների հետքեր են Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը մի ամբողջ անկյուն է կրծել Ինչ-որ դինոզավր Ինչ եք ասում Դինոզավրեր արդեն վաղուց գոյություն չունեն Ճիշտ է Իհարկե պետք է պարզել ով է փչացրել ծախանոցը Բայց ինչպես Հետքերից դատելով այդ կենդանիներն անտառից են եկել Պետք է զննել անտառն ու հասկանալ, թե դա ինչ կենդանի է Տեսեք Ինչ-որ բան գտաք Ինչ եք խոսում Սա Բարսիկի Ստեփան Պետրովիչի կատվի հետքերն են Կատուն նման բան ջերանի Առանց խոճապի Ես կպահեմ ծառը Ուրա Ես ամեն ինչ հասկացա Կենդանիները, որոնց փնտրում ենք Կուղբերն են Միայն նրանք կարող են այդպես կրծել ծառը Բայց կուղբերը ջրի մոտ են ապրում Այնտեղ իրենց բույնն են շինում, որ ջեր են փորում Ինչու պետք է փչացնեին Ստեփան Պետրովիչի ծախանոցը Ամեն ինչ պարզ է Ջուրը բարձրացել է, ծածկել կուղբերի թումբն ու ջրով լցրել նրանց որջը Հիմա նրանք նոր տուն են փնտրում, բայց չեն կարողանում գտնել Ուրեմն նրանք ոչ թե վնասարարներ են, այլ տուժողներ Դե իհարկե Խեղճ կուղբեր Եթե իրենց համար նոր տուն չգտնեն, կարող են սատկել Պետք է օգնենք նրանց Մենք կողքից ջրանց կկառուցենք ու ջրի մակարդակը կիջնի Ես կփորեմ, տոր, դու մաքրիր հողը Դո, իսկ դու հարթեցրու Անքի, դու թումբը մաս-մաս կվերադարձնես իր տեղը Տրակ Լավ, դու կհետևես կատվին Տուրբոզավրեր, առաջ Ստեփան Պետրովիչի ծախանոցը ոնց նորոգենք Կարծում եմ դա էլ կարելի է վերականգնել Կարևորն այն է, որ Տերը մեզ չտեսնի Ստիպված ենք ջանք թափել Ես ու Անկին կբերենք կուղբերի կրծած ծառերը Տրակ Դու կօգնես տեղադրել դրանք Տոր և դո հարթեցրեք հողը Ձեր, քեզ համար հատուկ առաջադրանք կա Թռիր ջրամբարի մոտ ու տես կուղբերը վերադարձել են, թե ոչ Լսում եմ Տուրբոզավրեր, առաջ Հրաշալի նորություններ ունեմ
Կողբերն իրենց որջն են վերադարձել։ Այո, Հիմա ամեն ինչ լավ կլինի։ Ինչ կա բարսիկ, մի լավ զբոսնեցիր։ Ստեփան Պետրովիչը վերադառնում է։ Հա, տուրբոզավրեր, թաքնվում ենք։ Հիմա պետք է վարպետներ կանչենք, որ նորոգեն ցախանոցը։ Վայ, Ներեցեք, մեր գնալու ժամանակն է։ այո, իհարկե։ Դու ինչ-որ բան հասկացար։ Ես ոչինչ։ Սեղմիր գրանցվել կոճակնով, մենք ավելի հաճախ կհանդիպենք։ ուռա, ես աշխարհի ամենալավ դարպասապահն եմ։ Խաղը դեռ չի վերջացել, իսկ գնդակն ուր է։ Կորավ, Ահա, իսկ ով է փնտրելու։ դարպասապահն իր տեղից հեռանալու իրավունք չունի։ Ես կբերեմ ձեր գնդակը։ Ողջույն, դու ով ես։ Տոբիկ ես մոտ։ Այստեղ մարդ է գալիս եւ նա մենակ չէ։ Տուրբոզավրեր, թաքնվեք։ Բարի օր, Ստեփան Պետրովիչ։ Ողջույն փոքրիկներ։ Մեքենաներ անտառում։ Տարօրինակ է։ Իսկ դուք էստեղ ինչ եք անում։ Ես նրան ֆուտբոլ խաղալ եմ սովորեցնում։ Տոբիկ, ինձ մոտ։ Մեկ է էստեղ ոչ մի տակտիր բան չկա։ Ինչ ես ձայնդ գլուխդ գցել, արագ տուն վազիր։ Այսօր դեռ անասնաբույժի մոտ պետք է գնանք։ Վերջ, գնացին։ Քեզ ինչ եղավ անկի։ Ինչ է չտեսար, Տոբիկը աչքը մեր դոյից չեր կտրում։ Բայց ինչու եք զարմանում։ Ի վերջո մեր բոլորից ես եմ ամենագեղեցիկը։ Սպասեք, բա ես։ Տեսեք, թե ինչ թևեր ունեմ։ Մկաններ։ Անասնաբույժի մոտից եք գալիս։ Իսկ Տոբիկն ուր է։ Ախավ, Ոնց։ քաղաքում մի մոտոցիկլիստի հետևից վազեց։ Ես նրա հետևից վազեցի, կանչեցի, բայց նա այդպես էլ ետ չեկավ։ Մենք պետք է գտնենք նրան։ Իհարկե մենք ձեզ կօգնենք, անգամ չկասկածեք։ Ինչ որ բան ես ուզում ասել, տոր։ Քաղաքում շատ փողոցներ կան, կարծում եմ Տոբիկին գտնելու համար մենք պետք է բաժանվենք։ Դու ճիշտ ես։ Տուրբոզավրեր, առաջ։ Մարդիկ սկսել են դինոզավրերին բանի տեղ չդնել։
Չկարողացանք տոպիկին գտնել։ Բայց ախր նա կկորչի։ Նա այնքան փոքրիկ է, իսկ քաղաքն այնքան մեծ։ Լսեցիք։ Նա նվքեվում է։ Երևի ջրհորի մեջ է ընկել։ Բուլ եւ տոր, հորեք էստեղ։ Անկի, դու պետք է խողովակը բարձրացնես։ Թրակ, դու պետք է զգուշորեն հանես Տոբիկին։ Իսկ դու միացրու լուսարձակներդ, որ լավ տեսնենք։ Տուրբոզավրեր առաջ։ Բոլորը գործով են սպաղված, իսկ ինձ մոռացել են։ Գուցե ես էլ եմ ուզում հրամաններ տալ։ Զգույշ, կամաց, հանգիստ, այ այդպես։ Ուշադրություն, սա պատմական կադր է։ Շունը դինոզավրի ընկերն է։ Ուզում ես նոր սերիալներն առաջինը դիտել։ Սեղմիր գրասվել կոճակը։ Այ այսպես, Ստացիր։ հիմա ինչ կասես։ Շատ ապրես։ Հիմա ոնց ենք հանելու։ Եղինջը ծակծկում է։ Տատ, վերջապես երբ ենք կտրելու այս զզվելի եղինջի թուփը։ Ինչեր ես խոսում։ Եղինջն աշխարհի ամենաօգտակար բույսերից մեկն է։ Օրինակ ես չգիտեի։ Իսկ գիտեք, թե եղինջից ինչ համեղ կերակուրներ են պատրաստում։ Ապուրներ, աղցաններ։ Ուզում եմ, եղինջով աղցան եմ ուզում։ Կստանաս քո աղցանը։ Ես գնացի խանութ, իսկ դուք առայժմ պաղպաղակ կերեք, բայց չափը չանցնեք, թե չկհիվանդանաք։ Ուրա! Պաղպաղակի մեջ եղինջ չլցնենք։ Օգտակար է։ Մինչև տատիկի գալը մենք մի քիչ կփորձենք ու վերջ։ Իսկ ձեռքներդ լվացել եք։ Ահա, Պաղպաղակը պետք է դանդաղ ուտել, թե չէ կոկորդը կցավի։ Բաց թողեք, վերջ տվեք տուր էստեղ պաղպաղակը։ Բաց տող։ Ինչ է կատարվում էստեղ։ Մենք ուղղակի մի քիչ համտեսեցինք։ Երեխան մի ամբողջ դույլ պաղպաղակ է կերել ու հիվանդացել է։ Պոչի շրջանում մի տեսակ դող եմ զգում։ Ապցի։ Տեսար, զգուշացնում էի, չէ։ Իսկ հիմա երկուսդ էլ հիվանդացել եք։ Մենք գնում ենք օգնություն կանչելու։ Իսկ դու, եթե պետք լինի, կթաքնվես տածկոցի տակ։ Բա ոտքերը ինչ են կանելու։ Այն երևում է։ Ոտքերս մատով անգամ չդիպչեք։ Ապցի։ Թորնիկս, քեզ համար մեղրով թեյ եմ բերել։ Տեսնես ակնոցներս որտեղ եմ թողել, այսպես ոչինչ չեմ տեսնում։ Երեխայի ոտքերը սառել են, ամբողջովին կապտել են։ Այ, Մեկ ոտք, երկու ոտք, երեք ոտք, չորս ոտք։ Չի կարող պատահել։ Մեկ ոտք, երկու ոտք։ Երևի աչքիս է երևում։ Առողջացիր ու հերիք է դեմքդ ծամածրես։ Ասում եք մի դույլ
պաղպաղակ է կերել ու հիվանդացել է։ Հիվանդ վիճակում զերը թռչող սարքի վերածվել չի կարող։ Վայ, ահա որ է, տատիկը կարող է տեսնել նրան, արագ վազենք տուն։ Տուրբոզավրեր, առաջ։ Հիվանդ լինելն ինձ նույնիսկ դուր է գալիս։ Բոլորը խնամում են, անհանգստանում են քո մասին։ Երևի մի շաբաթ էլ հիվանդ մնամ։ Ուրեմն սա է մեր հիվանդը։ Բարեկամս, ես շատ հիվանդ եմ։ Ամեն ինչ պարզ է։ Զերը շտապ օգնության կարիք ունի։ Խնդիր չկա, հիմա կկազմակերպենք։ Ինչ եք անում, ինձ ուր եք տանում։ Միլիոնավոր տարիներ դինոզավրերը եղինջը որպես դեղաբույս են օգտագործում։ Օգնում է բոլոր դեպքերում։ Չէ, ինչ եղինջ, չեմ ուզում։ Ոչ։ Խնդրեմ, ասում էի, չէ՞, հիվանդը մի անգամից առողջացավ։ Հիվանդությունը սպասելի նահանջեց։ Գտա, վերջապես ակնոցս գտա։ Ինչ լավ է, հիմա նորից ամեն ինչ տեսնում եմ։ Չի կարելի ծիծաղել հիվանդ դինոզավրերի վրա, պարզ է։ Սեղմիր գրանցվել կոճակը ու նայիր տուրբոզավրերի նոր սերաները։ Աստված իմ, այսքան թրթուր մեզ մոտ որտեղից։ Խայտարակություն, ձեր թրթուրները խժռել են իմ ամբողջ ազնվավորի։ Բայց ով ասաց, որ սրանք իմ թրթուրներն են։ Որովհետև ինքներդ ասացիք, որ ձեզ մոտ են շատացել։ Որ այդպես է, երեխաներ, գնացեք խանութ թրթուրների դեմ միջոց գնելու։ Իսկ ես մի երկու ժամ կհանգստանամ։ Պատկերացնում եք, թրթուրները հսկայական են։ Իսկ հարևանը դուրս է թռչում ու գոռում. Խայտարակություն, խայտարակություն։ Ուրեմն այգում թրթուրներ են հայտնվել, իսկ հարևանի մոտ խայտարակություն է։ Պատկերացնում եք, թրթուրները։ Ահա, հսկայական են։ Ձեռն արդեն ամեն ինչ պատմեց։ Նստեք, գնանք խանութ թրթուրների դեմ միջոց գնելու։ Ես էլ կընկերակցեմ։ Ուրա, գնում ենք խանութ։ Ես մի միտք ունեմ։ Ինչ, արդեն հասանք, իսկ ուր է խանութը։ Ինչ եք կարծում, գուցե գույնս փոխեն։ Կարմիրը հիմա ոչայինն է։ Հիմա ինչ, ամեն ջրափոսի առաջ պիտի կանգ առնենք։ Չէ, կարծում եմ կապույտն ինձ ավելի կսասեն։ Մայրիկս ասում էր, որ մեր աշխարհից ոչինչ չի կարելի այստեղ բերել։ Դա շատ վտանգավոր է։ Ոչ մի վտանգավոր բան չկա։ Մեր աշխարհում այս բույսը թրթուրների դեմ լավագույն միջոցն է։
Ախր սա ջրել է պետք։ Այ, աստծի։ Ինչ տարօրինակ երազ է։ Պատկերացնում եք, այնտեղ հսկայական։ Ինչ, էլի թրթուրներ։ Այնտեղ միջոցը դարպասն է կերել։ Ինչ միջոց։ Անկուշտի մեկը, կերար հա։ Իսկ ես կա դրա ամենալավն է ստացվել։ Նայեք ինչ անկյունից է։ Սա գիշատիչ բույս է, մարդկանց համար այն շատ վտանգավոր է, պետք է հողից հանել ու ետ տանել մեր աշխարհ։ Տուրբոզավրեր, առաջ։ Ռակ, դու կպահես ճյուղերը։ Անկի, կերովդ կբռնես ու կիջեսնես ներքև։ Դոր, կփորես արմատները։ Անհնարին ոչինչ չկա։ Երեխան վտանգի մեջ է։ Ձեր, դարբույսը հետ մեր աշխարհ։ Մենք կնորոգենք դարպասը, քանի տատիկը չի արթնացել։ Հավանիր այս տեսանյութը, եւ մենք ավելի հաճախ կհայտնվենք։ Ահ, ինչ օգնականներ ունեմ, ապրեք երեխաներ։ Կարծում էի մինչև տոնավաճառը չեմ հասցնի հավաքել։ Հրաշալի բերք է, տատիկ։ Լավագույն բանջարեղենի համար գլխավոր մրցանակը քոնն է։ Դա դեռ կտեսնենք։ Այս տարի ես այնպիսի կարտոֆիլ եմ աճեցրել, որ… Ձեր կարտոֆիլը լավն է, բայց մանր է։ Մանր? Իմ կարտոֆիլը? Ձեր երկուսի կարտոֆիլն էլ լավն է։ Իսկ հաղթողին կորոշեն տոնավաճառի այցելուները։ Ոչ, բոլորը թաքստոց մտեք։ Աստված իմ ինչ ուժեղ քամի է։ Սա երեկվա քամու գործն է։ Սարսափելի է։ Խնդրեմ, իսկ ես այնքան էի տանջվել։ Հիմա ամբողջ բերքն ինչ եմ անելու։ Ամեն ինչ կփչանա։ Տատիկ, մի վշտանա։ Վստահ եմ, որ տաղավարները կվերականգնեն։ Եվ ես նույնիսկ գիտեմ թե ով։ Երեք, ինչ էր կատարվում, ինչ քամի բարձրացավ, հազիվ հասցրինք թաքնվել։ Անտառում այնքան ծառեր են տապալվել։ Իսկ քաղաքում քամին պոկել է տոնավաճառի համար կառուցված տաղավարները։ Տատիկն այնպես էր պատրաստվում։ Բանջարեղեն էր աճեցրել։ Բանջարեղեն, որտեղ է բանջարեղենը։ Բանջարեղենի հարցով մենք կօգնենք։ Ոմանք արդեն վաղուց պետք է սկսեին հետևել իրենց սննդակարգին։ Ավելի լավ է եկեք օգնենք վերականգնել տոնավաճառը։ Մենք պետք է ոչ միայն վերականգնենք, այլ ավելի լավը դարձնենք։ Զեր, ասում ես քամին ծառեր է տապալել։
Օհո, Մենք այս ծառերը պետք է շինանյութ դարձնենք։ Թրակ, ծառաբները մաքրի տերևներից։ Տոր, սղոցի գերանները։ Տուրբոզավրեր առաջ։ Հիմա պետք է առանձին դասավորենք հաստ ու բարակ գերանները։ Հաստերից կսարքենք հենասյուներ, բարակներից ծածկեր ու տանիքներ։ Հրաշալի է։ Հիմա սպասենք երեկոյին։ Մենք կմեկնենք քաղաք ու նոր տաղավարներ կկառուցենք։ Այ քեզ բան։ Այստեղ ոչ թե քամի, այլ իսկական փոթորիկ է եղել։ Այն էլ ինչ փոթորիկ։ Բուլ, Անկի, գերաններն այնտեղ դարսեք։ Նախ պետք է մաքրենք հրապարակը, հետո տորը հողում անցք կբացի, իսկ թրակը կամրացնի հենասյուները, դրանց վրա կտեղադրենք տանիքը պահող գերանների հետ միասին, տուրբոզավրեր առաջ։ Բուլ, ավերված տաղավարները մի կողմ հրիր, տոր, թրակ, տեղադրեք հենասյուները, Անկի, փոխանցի շինանյութը։ Աշխատանքը բարդ է, բայց անկարելի բան չկա։ Հոյակապ է, իսկ էստեղ ավելի համաչափ։ Ուղղահայաց։ Հրաշալի աշխատանք է։ Այս տաղավարներին ոչ մի քամի էլ չի սպառնա։ ոչ էլ անձև։ Աղբի մասին մոռացաք։ Ճիշտ որ, պետք է քանդել ավերված տաղավարները, առանձին դարձել մետաղական կառուցվածքն ու կտորը, հետո դրանք կուղարկեն վերամշակման։ Դրանից էլ հեշտ բան։ Դա, մենք ամեն ինչ կանենք, իսկ դու երեխաներին տուն տար։ Ընթրիքի ժամն է։ Փոթորկի հետևանքները վերացված են։ Բոլոր տաղավարները վերականգնված են անհայտ շինարարների բրիգադի կողմից։ Նրանք իսկական հերոսներ են։ Անհայտ հերոսներ։ Բայց հեռուստացույցով մեծ ցույց չեն տա։ Մրցանակ ստանալը միշտ էլ հաճելի է։ Գլխավոր մրցանակը կիսեցին երկուսիս միջև։ Եվ դա արդարացի է։ Այո, դուք լավագույններն եք։ Պետք է միացրու հեռուստացույցը, հիմա լուրերի ժամն է։ Կամուց ավերված տաղավարները վերականգնեցին ռեկորդային ժամկետներում։ Ամառվա բարիքներ տոնավաճառը բացված է։ Հե-հեյ։